Բարև ձեզ, եթերում հաղորդաշարն է։ Այսօր ես ձեզ հրավիրում եմ միասին խորհրդացենք բարդ ու անչափ կարևոր մի թեմայի շուրջ։ Ես այսօրվա թողարկումը վերնագրել եմ այսպես. համակարգը վեր է պետությունից եւ հողից։ Առաջին հայացքից ակնկալում եմ, որ կլինի ընդվզում, մարդիկ ասեն ինչպես հողից, պետությունից վեր, այդ ինչը կարող է լինել։ Բայց առաջարկում եմ հետևել զրույցի ընթացքին։ Եվ այսպես հետևում եմ համացանցին այս տարեսկզբից եւ իրականությունը դուք էլ տեսնում եք, ինչ տենդենսներ, ինչ մտածումներ կան, ես նկատի ունեմ ազգագիր հատվածը։ Եվ այսպես կա տեսակետ, որ 26-ը լինելու է դժվարին տարի, ազգային հարցերի հետ կապված, ոմանք շատ ավելի տխուր պատկեր են տեսնում մեծ կորուստների տարի, մտածելով, որ եթե ընտրություններում այլ զարգացումներ լինեն, ոչ շահեկան ազգակիների համար մեծ կորուստների տարի կլինի, ոմանք էլ ավելի հեռու են գնում եւ ահազանգում են, որ հնարավոր է լինի անդարձ անկումի տարի, այսինքն մենք հայտնվենք այնպիսի մի վիճակում, որից այլևս ետ գալու հնարավորություն չլինի։ Բայց կան նաև հույս ունեցողներ, որ գուցե բեկումի տարի լինի, նկատի ունեն, որ ընտրությունների ժամանակ այսպես համախմբում լինի եւ փորձեն բեկում իրականացնեն։ Կա ընտրությունների հետ հույսեր կապողներ, որ մտածում են ինչ-որ բան գուցե ստացվի, եւ կան մարդիկ, որոնք ասենք խնդիր են դնում, որ մեզ անհրաժեշտ է ունենալ տևական ժամանակի ծրագիր։ Այսպիսի պահանջ է դրվում, ես քիչ հետո կասեմ դա ինչ իրենից ներկայացնում։ Հիմա այդ ամենը ներկայացվածից թե որը տեղի կունենա կախված այն հանգամանքից, թե մենք իրականությունը որ չափով ենք ճանաչում եւ արդյոք իրականությունից բխող քայլեր էլ ունակ ենք մենք իրականացնել, որպեսզի լինի հնարավորինս այսպես բարենպաստ ելք ու քայլ։ Իրականությունը ես ձեզ ներկայացրել եմ անցած տարվա ընթացքում, հիմա առանձնակի չեմ մանրամասնի, բայց եւ ինքս էլ այն կարծիքին եմ, որ վտանգները սոսկալի են եւ գրոհը հակազգային շերտերից շարունակվելու է։ Ես քանիցս թողարկումներ եմ ներկայացրել աշխարհաքաղաքական, այսպես իրավիճակի հետ կապված եւ հիմք ընդունելով այդ ոլորտի մտահասում մարդկանց տեսակետները, ես նշել եմ, որ կա աշխարհաքաղաքական շահեր եւ այդ աշխարհաքաղաքական շահերը հին շատ երկար ժամանակ առաջվա մշակված այսօր իրականացվում են, դրանք բացարձակապես հայանապաստ չեն իրենց աշխարհաքաղաքական շահերը եւ եթե հիշում եք, ես ասել էի, որ մի քանի այդ թիմը որ կա, որը այս աշխարհաքաղաքական շահը փորձում է իրականացնել, այդտեղ տարբեր շահառուներ կան շահառուներ, գլխավորապես այսպես արևմուտքի հեռու երկրները, որոնք իրենց շահետևյալն են, որ այստեղով ճանապարհ անցնի մեր վրայով, Ռուսաստանը կտրվի հարավից, դու հայերը այնպես թույլ անգամ ինչ որ մի մարդկային բազմություն լինեն, որոնք չկարողանան երբևիցե խոչընդոտել։ Սա այդ առաջին շահառուներն են, որոնք ասենք հեռու արևմուտք ասենք, հա, արևմուտք, բայց ասենք մեծ հարևան չեն։ Իսկ հա կան նրանց թիմի մեջ նաև Թուրքիա եւ Ադրբեջան, որոնց նպատակը այլ է։ Իրենց շահերը համագնում է, ասենք հեռու արևմուտքի շահերի հետ, բայց ասենք իրենք այս երկուսը կուզենան, որ ընդհանրապես Հայաստան հասկացողություն չլինի, հայ չլինի։ Եվ ահա հենց այս երկուսի դրած պահանջով է, որ իրականացվում է հակաեկեղեցական այս արշավը։ Սա ես ներկայացնում եմ այդ ոլորտի մասնագետների կարծիքները։ Այն, որ այդ թիմը կոլեկտիվ գործում է, դրա վառապացույցը արևմուտքի լիակատար լռությունն է Հայաստանում կատարվող իրադարձությունների հետ կապված։ Թեպետ, ասենք, ես մամուլում հանդիպում եմ, ասենք, տեղյակ մարդիկ ասում են, որ նույն հեռավոր արևմուտքից կա դժգոհությունը եկեղեցու հետ կապված քայլերի հետ։ Որտեղ ասացի դա կոնկրետ ում շահն է, բայց հրապարակային չեն ասում, կնում բոլորով ինչ որ նույն խաղի մեջ են, նույն շահերի մեջ են։ Ու եթե դա այսպես է, ապա ակնհայտ է, որ նրանք ովքեր այսօր Հայաստանում իշխանություն ունեն, նրանք
չեն կարող չանել այն, ինչ որ նրանց առջև դնում է հարկադրանքով, պարտադրանքով թուրք ադրբեջանական երկրյակը։ Այս առումով է, որ մտահոգիչ է մեզ համար։ Հիմա եկեք մեզ այսպիսի մի հարց տանք։ Ասենք եկեղեցու դեմ գրոհը շարունակվելու է, իրենք չեն նահանջելու, կհաջողվի մեզ պաշտպանել, թե չէ դա հարց է, դա էլի կախված է մեզանից, թե որ չափով մենք կարողանանք ինքնակազմակերպվել, բայց եկեք այսպիսի մի հարց տանք մեզ։ Ենթադրենք այդ ուժերը, որոնք գերհզոր են, համառեցին իրենց այսպես նպատակադրության մեջ եւ հաջողեցրին եկեղեցու գրավումը։ Եկեք տխուր իրավիճակը պատկերացնենք։ Ընդհանրապես, եթե դու քաղաքականության մեջ բոլոր տարբերակները պետք է նայեք, բոլոր վարկածները քննեք եւ ըստ այդմ դրան պատրաստ լինեք։ Հիմա ես առաջարկում եմ եկեք նայենք այդ տարբերակը։ Դրանք եկեղեցին կարողացան երկար ժամանակի մեջ հասնել եկեղեցու հետ կապված իրենց նպատակներին։ Դրանից հետո որևէ դիմակայության ինչ որ ամրոց կմնա ազգակիրների համար, որ ասենք հիմա էլ հավաքվեն այդտեղ եւ փորձեն ինքնապաշտպանվել, թեկուզ մշակութապես, թեկուզ կրթապես։ Ես անձամբ չեմ տեսնում ինքնակազմակերպված մի կառույց, որտեղ եկեղեցին չկա, գրավել են, ապա այդ մնացածում, ասենք, տեսնենք, որ կա որոշակի տեղեր, որ կարող գնանք հիմա այդտեղ պատասխանենք։ Հիմա եկեղեցու հետ միաժամանակ մենք էլ ենք պատասխանվում, չէ՞, իր դրոշի տակ այսպես հավաքվել ենք որոշակի մեզ համար անվտանգային ինչ-որ մի գիծ ենք ստեղծել։ Երերունը պես կա, չէ՞ այսօր։ Դեռ ես եթե ընդհանրենք վաղ չավ։ Ինչ անել այդ դեպքում, ինչ պիտի անենք։ Դա մենք պիտի փորձենք հասկանալ ինչ են մենք մեզանից ներկայացնում ազգակիրներս։ Ես ասել եմ, որ 60,000-ի կարգի ենք, բայց ցակուցրիվ անմիաբան եւ ասենք ազգակիրներին այդ դեպքում ջլատելը առանձնակի բարդ գործ չէ, հատկապես որ այդ աշխարհաքաղաքական շահի հետևում կանգնած ուժերը 100 եւ ավելի տարվա փորձ ունեն, ինստիտուտներ, լաբորատորիաներ, ժողովրդի վրա ազդելու, մարդի վրա ազդելու եւ մեզանից ավելի հզոր պետություններ են ոտնատակել։ Եվ այդ ուժերի գլխավոր թիրախը այսօր մենք ենք ազգակիրներս եւ մեր դեմ նրանք գործում են համակարգված, քանի որ ասացի, ավելի քան 100 տարվա փորձառության ինստիտուտներ ունեն, ինչպես դերթապանցել, ինչպես ճլատել, ինչպես վհատեցնել տարաբնույթ եղանակներով։ Այդ համակարգով մեր դեմ գործում են, մենք էլ հարկադրված ենք ստեղ հիմնել համակարգ, որպեսզի հնարավորության սահմաններում դիմակայություն ապահովենք։ Եթե մենք այսօր այդ իմ պատկերացած համակարգը այսօր ունենանք, եկեղեցի պաշտպանությունը շատ ավելի հեշտ կլիներ։ Եվ ոչ թե այսպես բարձի թողի խառը ինչ որ իրավիճակում։ Ինչպես նախորդ թողարկումներից մեկի ժամանակ ես ներկայացրել էի մի ազգակրի դիտարկում, որ ասում էր այնտեղ համակարգ է, բանակ ես այստեղ աշխարհազոր խառը եւ այլն։ Մի օր կգան, մի օր չեն գա, կազմակերպվածություն չկա։ Հասկանանք, մենք հարկադրված ենք համակարգ հիմնել ազգակիրներով։ Եվ ամենավատ վիճակի համար, եւ այսօրվա վիճակի համար եւ այլն։ Հիմա հարց տալիս, ով պիտի սա անի։ Իհարկե, քաղաքական դաշտը պիտի անի ազգակիր, ազգային հատվածի։ Դուք նշումներ տեսնում եք, ասենք, որ այս ուղղությամբ աշխատանքներ անում են։ Ես կարող եմ ասել, որ այդպես համակարգված աշխատանք չկա համակարգ ստեղծելու, բայց պահանջարկ արդեն ես տեսնում եմ, որ այստեղ այնտեղ նշումներ կան, որ խնդիր է դրվում, իսկ մենք ունենք հեռագնա նպատակների իրականացնող ինչ-որ կառույցներ, որոնք կգնան դրա հետևից, հասկանում եք։ Եվ աստիճանաբար, ասենք, դրանք երևում են։ Եվ հուսադրող է, որ կան նման հարցադրումներ անողներ, եւ ես ուրախությամբ նկատում եմ, որ ես արդեն մենակ չեմ։ Տասնյակ տարիներ ես համակարգից խոսում եմ, համակարգ կառուցենք, հետևանքների հետևից չգնանք, բայց։ Հիմա հուսադրող եմ, որ կան այդպիսի պահանջ ներկայացնողներ։ Ես ներկայացնեմ այդպիսի մի հեղինակի կարճ խոսք եւ քննարկենք։ Հակոբ Բադալյանն է մի հրապարակում արել, ես ներկայացնեմ հատված իր գրածից։ Սամվել Կարապետյանի նախաձեռնած շարժումը թերևս այսօր պետք է ունենա նաև մի կարևոր հարցի պատասխան։
ինչ է անելու, եթե չի հաղթում խորհրդարանի ընտրությանը կամ չի ստացվում այնպիսի արդյունք, որ կոալիցիոն կառավարությամբ հնարավոր է այս կառավարությունը հեռացնել իշխանությունից եւ ձևավորել նոր կառավարություն։ Ինչ է անում Սամվել Կարապետյանը այդ դեպքում։ Ցածրիկ չեղավ։ Այսօր գուցե այդ հարցը թրենդային չէ, բայց այսօր գուցե այդ հարցը չի տևում հանրայնորեն, գուցե չի հետաքրքրում հասարակությանը, քաղաքացիներին, ովքեր հետաքրքրված են մեր ձևաշարժմամբ։ Բայց եւ այնպես, ինչ է անելու շարժումը, ինչ է խոսելու, բացատրվելու իր համակիներին եւ գլխավոր լայն հանրության հետ, եթե չի հաջողվում հեռացնել այս ինչ-որ մի հոգում կառավարության ղեկից։ Մեր ձևը դառնում է անհաջողության մատնված հերթական դիմադիր ուժ, որպեսզի Հայաստանը տեսել է անկախության բոլոր 3 տասնամյակների ընթացքում, թե բառի բուն իմաստով ունի քաղաքականության այլ ձևի մասին պատկերացում, որը ենթադրում է գծած է իմ մոտ, որը ենթադրում է հասարակության հետ աշխատանքային ավելի երկարաժամկետ ռազմավարություն, որտեղ առանցքային գործոնը իշխանություն ունենալ չունենալը չէ, այլ քաղաքական բովանդակություն, հայեցակարգ, արժեքային համակարգ ունենալն է եւ դրա ընդլայնման ուղղությամբ հետեւական աշխատանքի միտք ու համբերություն ունենալը։ Ես նորից կարդամ, որտեղ այս միտքը ես փորձում եմ մեր քաղաքական դաշտի օրակարգը մտցնել արդեն 10 եւ ավելի տարիներ, արդյոք չկա։ Եվ ես ուրախ եմ, որ եւս մի հոգի գալիս է հարցը դնում է։ Ես մենակ չեմ արդեն։ Ինչպես են երկում են ասում։ Նորից եմ կարդում։ Քաղաքականության այդ ձևի մասին պատկերացում, որը ենթադրում է հասարակության հետ աշխատանքային ավելի երկարաժամկետ ռազմավարություն, որտեղ առանցքային գործոնը իշխանություն ունենալ չունենալը չէ, այլ քաղաքական բովանդակություն, հայեցակարգ, արժեքային համակարգ ունենալն ու դրա ընդլայնման ուղղությամբ հետևողական աշխատանքի միտք ու համբերություն ունենալը։ Եվ շարունակում եմ։ Անձամբ ինձ համար սա է այսօր առանցքային հարցը։ Սամվել Կարապետյանի առաջ որպես քաղաքական կյանքում առանցքային դերակատարության հայտ ներկայացրած ուժի։ Ավելի կարծում եմ, որ հենց այս հարցի պատասխանն ունեցող ուժն է, որ ունենալու է Հայաստանում քաղաքական հաղթանակի գործնական հեռանկար։ Մեջբերման ավարտ։ Ես լիովին համաձայն եմ ին հետ, ասացի, որ սա հորդորել եմ անել գրեթե բոլոր շարժումներին, անընդհատ ասելով պլան B, արգելենս հարկավոր է ունենալ, եթե հանկարծ ու չէ կարողանում հեռացնել, ապա այս նույն ինչ որ Հակոբն էր ասում, անընդհատ ասել։ Ընկալելի է սա արդյոք։ Ես ուշադրություն դարձրեցի Հակոբի այս գրառումն տակ, մի փոխանակ ասեն ինչ խելացի բան եք ասում, իսկապես հնարավոր է չէ որ չհաջողվի հեռացնել, որտեղ տեսել եք ինչքան շարժումներ են մահացել, ինչ լավ հարց եք բարձրացնում, պարոն Հակոբ, ինչ կմանրամասն եք արդյոք։ Մի խոքի է շարժման աջակիցներից գրել էր, ես ձեզ հարգում եմ, ես ձեր գրառումը կարդում եմ, բայց ես ձեզ հեռացնում եմ իմ ընկերությունից։ Հեռացրեք։ Եթե չշարունակեք այս ուղղությամբ մտածումներ ունենաք, եթե ես ասում 100%-ով երաշխավորված է, որ այս շարժումը նույն ճակատագրին է արժանալ ինչ որ մեկը։ Նախկինները։ Ինչևէ վերադառնանք մեր խնդրին։ Ասացի, որ այս ամենը ես տասնամյակներ շարունակ խորհրդում է ներկայացնում քաղաքական դաշտին, որ եկեք այսպես մտածենք, այսպես համակարգային փոփոխություններ հասարակության կազմակերպում ներքևից կամաց, որ նոր իրականություն ընկալում չի եղել։ Եվ Հայաստանի փրկության շարժմանը ներկայացրել, եւ դիմադրության շարժմանը, եւ սրբազան շարժմանը, այս երրորդ դեպքում, քանի որ նախկին փորձերի դառը փորձը ես ունեի, որ երկուսին էլ այսպես հորդորում էի անել այդ պլան B չէին անում, այս երրորդ դեպքում էլի քանի որ ես սարսռում էի, թե ինչ վհատություն է գալու, ինչի հաստատություն է գալու ժողովրդին, եթե սրբազան շարժումն էլ զոհվի եւ ինչ սպազմատիկ վիճակ է հայտնելու, ես ավելի շատ համառություն դրսևորեցի, քան ասենք այն նախորդ երկուսի դեպքերում էր։ Բայց չստացվեց։ Ես ինքս ինչ որ ասում եմ նորություն չի, ազգային վերելքի ուղի անոնով համակարգը, որ ձեզ ներկայացրել եմ քայլերի, այնտեղ հենց ազգակիների ինքնակազմակերպում բաժին կա,
որը հենց այն է, ինչ որ Հակոբը ակնարկում էր, եւ ես ավելի մանրամասն ներկայացրել եմ բերելով կոնկրետ ժողովրդի օրինակ, ինչպես են իրենք արել հենց դա։ Ընդդիմություն լինելով, իշխանություն չունենալով կատարել են հասարակության ինքնակազմակերպում, համակարգ են կառուցել, հասկանում եք։ Ինչ էլ որ ասենք, համենայն դեպս այս առումով սրբազան շարժումը էականորեն տարբերվեց նախորդներից, որովհետև եղան այսպես կիսահամակարգային քայլեր։ Սրբազան շարժման ղեկավարի կամ իր թիմի նախաձեռնությամբ եղան ռազմական ոլորտի գործիչների հանդիպումներ, տնտեսական ոլորտի գործիչների, մշակույթի ոլորտի գործիչների հանդիպումներ, որին ես մասնակցել եմ, հրավիրվել եմ, փորձագետների հանդիպումներ, որին էլի ես հրավիրվել եմ, դիվանագետների, տեղյակ եք դրան, քաղաքական բլոկների, ներկայացուցիչների հետ այսպես հանդիպումներ, խմորումներ, բացի այն ցույցերը, որ կային, նաև այս քայլերն էին արվում, որոնք շարժ էին առաջացնում հասարակության խորքերում։ Ու դա լավ էր, ու դա ողջունելի էր, պես կիսատ մնաց։ Ինչու չեմ կարող ասել, ու դա այն դեպքում, որ ես համառում էի։ Անգամ անձնական հանդիպումներ եմ համառել, որ սա անենք։ Պատկերացրեք այդ խորհուրդներ ասենք, որ ասացի տարբեր ոլորտների շարունակվեին գործել։ Նախ եթե առաջնորդը բանտարկվեր այդ շարժումը չէր, այս վիճակի մեջ չէր լինի։ Եվ երկրորդն էլ ասենք, լավ, ենթադրենք, թե հանգավ շարժումը, նորն է սկսում, ինչ որ բան կփոխանցեին, Սամվել Կարապետյանին ասել, ահա, պարոն Կարապետյան, տեսեք, մենք մշակութային խորհուրդ ենք ձևավորել, տնտեսության, կրթության, դիվանագիտության, այս ռազմական, ահա, խնդրեմ քննարկումներ կան, մարդիկ կան, աշխատանքի արդյունքներ կան, սեղանի վրա դրված, ահա, վերցրեք, շարունակեք։ Այսպես պիտի լիներ, որ մեկը մեկի շարունակությունը լիներ, բայց ցավոք սրտի սեք չեղավ։ Ինչևէ նորից եմ ասում, սրբազան շարժումը էականորեն տարբերվում է եւ այսպես մի դրական փորձ կար, որ ըստ ոլորտների հարկավոր է այսպես քննարկումներ անել այդ կարգի այդ մարդկանց ներգրավել ինչ որ մտորումների, խմորումների մեջ։ Բայց եւ այնպես, եթե ասենք ինձ հարցնեի կամ այդ հնարավորությունը ինձ տրվեր սրբազան շարժման ժամանակ, այս ամեն ինչ անելով, քանի որ իմ ներկայացած ծրագրի մասը, ես եկե չեմ պնդում, որ ինձանից էին սովորել, դա այդքան էլ բարդ բան չի։ Ես ուրիշ կերպ կանեի։ Ես ասեմ, չէի հայտարարի, բոլոր մշակույթի գործիչներ այսօր եկեք այստեղ մի 300 հոգի գան, մի խառը ինչ որ բան չհասկանայի։ Խորհուրդ կստեղծվեր, մի մեծ խորհուրդ, ասենք, այդ շարժման կառավարման։ Ինչ որ ես ասում եմ, ապագայի համար կիրառելի է։ Հաստատ կիրառելի, այլ տարբերակ ես չեմ տեսնում։ Եթե դա մշակութային խորհուրդ ենք ուզում ձևավորել, մենք ինքներս պիտի նայենք այդ ոլորտում ովքեր կան մշակույթի ասպարեզում, որոնք ազգակիր են, այս գաղափարը ընկալող են, եւ նրանց մենք կներգրավեինք, կխնդրեինք, ասենք, այս խորհուրդը ստեղծեք, կայացրեք, կառուցվածքը, անելիքներ, հետո աստիճանաբար մարդկանց ներգրավեք։ Նույնը ասենք, այլ մյուս խորհուրդներում կանեի։ Նույնը նաև քաղաքական։ Հիշում եք այդ սրբազան, բոլորը գնացել են քաղաքական։ Ու իրեն էլ հարցնում, ինքը դժգոհում էր, ասում է, ինձ ասում է, այս ինչի ես հրավել, ինչի ես հրավել։ Ճիշտ էին անում, որ հարցնում էին։ Եթե դուք ինչ որ շարժում ունեք եւ որոշ նպատակ ունեք ու գաղափարախոսություն, դուք գնաք քաղաքական դաշտում ովքեր կան, այդ ովքեր են, որ ձեր գաղափարը կրողներ, անկեղծորեն կրողներ եւ խաղեր տվողներ չեն, մաքուր պիտի պահեք այդ ձեր շարժումը, որ կողքի մարդիկ էլ չնայեն չհիասթափվեն։ Եվ նոր իրենց հիմա վրա կառուցելով աստիճանաբար զարգացումը գնար։ Բայց չեղավ, հասկանում եք։ Իր թիմը, քաղաքական թիմը, որ կար այդ որոշումներ իրականացրեց, որը որքան է տխուր է, բերեց հերթական հուսալքությանը։ Մինչդեռ ես մեծ ցավով էի նկատում, հիմա էլ երանությամբ եմ հիշում, դա իդեալական պահ էր սրբազան շարժման ժամանակ, ես ինքս հանրահավաքներին գնում էի եւ դիտարկումներ էի անում, ես կարող եմ ասել, եթե 96 թվականի հանրահավաքից հետո ամենամաքուրն էր, այսպես մարդկային որակների առումով եւ իմ դիտարկումներով ավելի քան 90%-ը սրբազան շարժման ժամանակ մշակութապես միջին եւ բարձր շերտերի մարդիկ էին դուրս եկել։
ազգակիներ, այդ իդեալական պահը, այդ մարդկանց սրբազանը կարողացել էր այդ հուսահատության խեցիներից, պատճաններից անել դուրս բերել եւ հարկավոր էր ընդամենը կառուցվածքայնացնել, հարկավոր էր ընդամենը համակարգ ստեղծել, որը չարվեց, ցավոք սրտի եւ եկանք հիմա եկել ենք այս վիճակին, ես ասացի նախորդներին էլ եմ հորդորել, նույն շարժումներից մեկի ժամանակ երկուսին էլ ասել եմ նախորդներին, բայց ամենայն դեպս դիմադրության շարժման ժամանակ ինչ որ քայլ կար օպերայի մոտի այդ հրապարակում հետևի անունամառոցը ինչ էր կոչվում վրաններ էր խփված հիշում եք այնտեղ այդ վրանները ըստ շրջանների էին ասենք այս ինչ շրջան ու այդ տեղի մարդիկ հիմնականում այդտեղ խմբվում են ես հորդորեցի կազմակերպիչներին քանի վրաններ կա այդ վրանները ինձ են հրավիրել մարդիկ որ տեսնում են շրջումը հրավիրում են կարծիք են հարցնում խորհուրդ են հարցնում ես ղեկավարներից մեկին հորդորեցի որ այդ վրանները ըստ ոլորտների ձևակերպեք կրթության, մշակույթի, սոցիալական եւ այլը եւ այդ մարդիկ որ գալիս են իրենք տեսնեն ըստ իրենց նախասիրությունների, մասնագիտությունների, հոբիների ներգրավեք process-ների մեջ, խորհուրդներ ձեռք մարդիկ սկսեն մասնակցել ու իրենք տեսնեն ինչ որ քայլանում են։ Քայլանում են իրենք ներգրավեն խնդրի մեջ։ Սա ամենակարևորն էր, բայց ցավոք սրտի այդ անգամ էլ չարվեց եւ հիմա խնդիրը մնաց լուծելու եւ շատ ավելի դժվար իրավիճակում հիմա քան ասենք այդ նախորդ շարժումների ժամանակներն էր օրենք ավելի վհատված ազգակիրներ ավելի կատաղի գրող այն կողմից քանի որ իրենք էլ տեսնում են որ ժողովուրդ հայտնվեց այդ շարժումների հետևանքով սպազմատիկ վիճակում իրենք ավելի գրում որտեղ տեսնում են դիմակայություն չկա հասկանում եք բայց կյանքը պահանջում է ինչպես Հակոբ Բադալյանն էր այսպես խնդիրը ձևակերպել կյանքը ինքն էլ ստիպում է որ այդ ուղղությամբ քայլել որովհետև միակ լուծումը դա է մենք խելացի կլինենք եթե արագ զգանք կյանքը ինչ է պահանջում ասենք ստեղծված իրավիճակում որ քայլեր են որ հնարավորություն կտան մեզ ինչ որ բան փրկել ինչ որ բան պահպանել եթե մեր խելքը հասնի առաջ կգնա եթե չէ կյանքը ստիպելու ինչ որ բաներ անենք բայց գուցե ուշացած այ օրինակ կրթության ազգային խորհուրդ ստեղծեցին մի խումբ անհանգիստ մարդիկ լավ է, ես ողջունում եմ։ Այդ համակարգը ես ձեզ որ ներկայացրել եմ, այս որ այս հաղորդման ետնանկարը նայեք, այնտեղ կա այդ դրվագ խորհուրդները։ Կրթության խորհուրդը ես առաջարկում ստեղծել շատ շուտ, մի քանի տարի առաջ։ Իրենք ստեղծում են լավ է։ Եկեղեցու պաշտպանության խորհուրդ են ստեղծել անունը Միջնաբերդ։ Էլի լավ է, հասկանում եք։ Էլի ինչ որ բաներ ստեղծվելու է, բայց շատ ավելի խելացիքն է, որ մենք այդ իմացած մարդիկ հավաքվեին, մտածեին ինչ համակարգ է պետք, այդ ազգակիրները ինչպես ներգրավենք մի մեծ process-ի մեջ եւ այդ ամեն ինչը մենք ստեղծեինք առաջանցնելով։ Եվ այս ստեղծված կառույցներն էլ իրենց ինքնությունը պահպանելով մի ինչ որ միասնական շարժման մեջ մտնեին։ Ասենք նշած երկու կառույցներ այդ համագործակցեին։ Ինչ որ ակցիային կան, դուք մեզ ինչպես եք օգնում, նա ինչպես եւ պատկերացեք ես 14-15 կառույց եմ առաջարկում ստեղծել, ել ավելի շատ է։ Բոլորով հավաքվում են եւ որոշում են ինչ անել։ Այս Միջնաբերդ անունը շատ դուր եկավ եւ ասոցիացիաներ առաջացրեց մոտս։ Միջնաբերդը գիտեք որն է։ Այդ հին ժամանակներում քաղաք էր, քաղաքը Փարիզ ուներ, բայց քանի որ հնարավոր է թշնամին կարողանար Փարիզը գրավել, քաղաքի մեջ մի ավելի բարձրադիր վայրում դժվարամաչ, ելի մի հատ ուրիշ բերդ էին սարքում, դա կոչվում է Միջնաբերդ, մեջի բերդ, որ եթե Փարիզը գրավեին, ժողովուրդը հավաքվեր այդտեղ, մինչև որ դիմակայեր օգնություն գար եւ այլ ինչ որ հարցեր լուծեին։ Հիմա մեր Փարիզը ջարդել են, փշրել են, գիտեք որ թվականից Միջնաբերդ չունենք։ Դե պատկերացրեք մի քաղաք, որի Փարիզը գրավել է, դաշնամին ներխուժել է, այս ժողովուրդը փողոցներ ընկած չգիտի ինչ է, իրենց տները փոքր են, պաշտպանական համակարգ չունի, աչուցախ են վազում, խառնում, մենք իմ այդ վիճակի մեջ ենք հասկանում եք։ Միջնաբերդ չկա, որ ինչ-որ բարձր Փարիզներով ինչ-որ գնանք ներս, ասենք մենք ազգակիներով այստեղ ենք հավաքվել, հիմա ասենք մեր վրա դպես չեն կարող հարձակվել, տեսնենք ինչ ենք անում։ Այդ Միջնաբերդը մենք չունենք։ Այդ Միջնաբերդը հենց իմացած այդ համակարգն է, որ մենք ստեղծենք այդ համակարգը։ Ես ասում եմ լավ է, որ ասենք այս գործընթացը կա, կրթության ազգային խորհուրդ, Միջնաբերդ, առաջիկայում էլի ուրիշեր կլինեն, բայց մենք պիտի կարողանանք
ուշացել ենք, ուզում եմ ասել, առաջացնել, բայց ագին ուշացել ենք ազգակիների ողջ ռեսուրսը փորձենք համակարգել ինի բերել, որովհետև մեր դիմացը գեր համակարգը ահռելի ռեսուրսներով ու փորձող մի ամբողջ իշխանությունով տեսնում եք էլի, երևացող, չերևացող, իսկ մենք ցակուցրիվ, ես դրա համար ասում եմ, համակարգ եւ երիցս համակարգ, մենք ուղղակի հարկադրված ենք սա ստեղծել եւ այս համակարգը շատ ավելի կարևոր է, քանի որ հնարավոր է մեզ վատ տարբերակներ սպասվեն, ասենք վերցնեն ամբողջությամբ ներառեն թուրքական աշխարհի մեջ։ Հիմա մասամբ այդ կիսով չափերված ենք այդտեղ։ Ինչ ենք անելու մենք այդ դեպքում կարող եք ասել։ Այս ազգակիները, որ միջնաբերջ ունենք, այդպես ցրված են երկրով մեկ մեր յուղի մեջ տապակվում, ինչ ենք անելու։ Թուրքական աշխարհի մասին պատկերացում ունեք, ինչ։ Ես անցած թողարկման էլ բերեցի կարճիշեցնեմ։ Պատկերացրեք 300,000 ադրբեջանցի եկան, իրանց ինչպես պահպանիչ զորամիավորումներով մտան Հայաստան։ Չեռնոգորիայի դեպքերը նայել եք։ Անկախ երկիրը չնվաճված, այնպես են իրենց պահել թուրքերը ու ադրբեջանցիները, որ հուզում են եւ պահանջում են այդ մարդկանց հեռացնել։ Եթե իրենց եղավ երկիր իրենց աշխարհի մեջ, ինչ էր անում այդ վիճակը։ Այս պահի համար մենք մտածումներ ունենք։ Շվեյցարիայի օրինակը վերցրեք այդտեղ 40 մարդ մահացավ։ Իրենց դուր չեր եկել, որ ասենք նոր տարի են նշում, իրենց օրենքներով դա վատ բան է, եկած պայթացրել էին։ Ինչ է ներում այս վիճակը, մտածում եք, եթե արեցին այն ինչ որ կա, ու հավանականությունը, որ չի արվի, շատ փոքր է։ Հիմա կա նախաձեռնություն, որ դա ձեզ ասի, ահա հարգելի մեկ այդ վիճակը, որ ասես Պեպանյանը կամ ուրիշները, որ ասում են, մենք դրա ուղղությամբ մտածում ենք, ահա անելիքների համակարգ կամ գուցե ինչ-որ խումբ ենք ստեղծել, եթե այսպես լինի, ապա մենք ինչ անենք։ Ես ամեն անգամ, երբ որ առաջարկում եմ, եկեք այս ամենավատ տարբերակներ հիմք ընդունենք ու տեսնենք, եթե հանկարծ լինի, որտեղ մենք այդ բանը ձեռքը չի հասկանում, լինի չլինելու, մեր ձեռքը չի։ Ասում եք, տեսնենք այն ամենավատ տարբերակը, որ լինի, եթե հանկարծ լինի, մենք այսօրվանից ինչ քայլեր անենք, ինչ կառույցներ, ինչ գաղափար դնենք, որ մենք կարողանանք այդ պայմաններում մեզ պահել։ Ռեակցիան դեպի վերալն է։ Ոչ, մի ասեք, այդպես բան մի ասեք։ Մենք չենք ուզում այդ մասին լսել խոսել։ Մի լսեք։ Արցախի օրինակը ձեզ։ Այստեղ էլ պետք է լինելու է։ Ու ես ասում եմ, գալիս եմ այդ վերնագրին, ասեցի չէ համակարգ։ Հարգելիներս, համակարգ ավելի կարևոր է, քան պետությունը։ Համակարգ ավելի կարևոր է, քան նույնիսկ հողը։ Եթե դու համակարգ չունես, բայց հող ունես, ասենք իմ ոնց որ մենք ենք մեր կիսով չափ։ Դու որ համակարգ չունես, այդ հողը քոնը չի։ Քո ձեռքից խլելու է։ Եթե դու համակարգ ունես, անգամ եթե քեզ հողից զրկեն, պետությունը զրկեն, դու էլի կարողանում ես քո գոյությունը պահպանել, անգամ կարող ես զարգանալ։ Դրա համար եմ ասում, համակարգը ավելի կարևոր առաջնահերթը համակարգն է։ Եթե դուք ունեցաք հող, ասում բախտի բերմամբ, թե Աստծո տրված հող, ու այդ համակարգը չունեք, ինչպես կազմակերպվեք, հզորանակ ինչպես դիմակայեք, խլելու են ձեզանից, ինչ որ այդպես հեշտ խլում, որտեղ համակարգ չունենք։ Հասկանում եք։ Ու հենց համակարգ կառուցելը պիտի լինի մեր ազգակիրներից գլխավոր նպատակը։ Ես դրա փակելով մի զուգահեռում անեմ։ Ես քանից ասել եմ, որպես քաղաքական վերլուծաբան, որ 1991-ին, երբ որ մենք այսպես հռչակեցինք Հայաստանը եւ անկախ պետություն, մենք պատրաստ չէինք այդ պետության։ Բացարձակապես պատրաստ չէինք։ Յետակա կյանքը ցույց տվեց։ Մենք իհարկե մեղավորներ գտանք, այսպես պախարակեցինք, բայց որպես հանրություն մենք պատրաստ չենք։ Հիմա դուք պարզ տեսնում եք։ Ու ես ասում եմ, եթե ինձ հնարավորություն լիներ 91 թվականին, ես այդ պետության ձեռքի արգելակը կքաշեի, կասեի կանգնեք։ Մեր խելքի բանը չի պետությունը։ Մենք ոչ համակարգից ենք հասկանում, ոչ արժեքներ ունենք, այսպես առաջադիմական, ոչ ինքնակազմակերպման ինչ որ անհրաժեշտ ինստիտուտներ ունենք կամ գոնե ադատներ, ավանդույթներ, ոչինչ չունենք, ու դատարկ այսպես ոտապոպիկ մտնում եք ինչ որ մի տեղ, մի հող, որ Աստված տվեց ձեզ, համակարգ չունեք, ասում եք, չի կարելի։ Բայց քանի որ պետություններ չէին կարող դա անենք, չէ՞։ Հիմա տեսեք, հիմա ինչ իրավիճակ է, հարգելի ազգակիրներ։ Այսօր մենք պետություն չունենք։ Սա մերը չի, խլված է։ Սա մերը չի, մենք պետություն չունենք։ Եվ հիմա եկեք քանի որ պետություն չունենք ու պետական հարցերը զբաղված չենք,
եկեք այդ համակարգը կառուցենք ճիշտ հիմքերի վրա։ Հիմա նայեք մեր ուժային կառույցները, դատաիրավական համակարգը։ Դուք տեսնում եք ինչ է իրենից ներկայացնում։ Սա մեր կառուցածն է, չէ՞։ Առանց արժեքների լցել ենք առանց մտածելու, մանր-մունը շահերով առաջնորդվելու։ Ես իշխանական համակարգը տեսել եմ 93-ից հետո դերսից ամենավերևը մեջինը, սա համերգելի է։ Ինչ-որ լցում եք առանց ինչ-որ պատկերացումների, թե ինչ է մեզ պետք, հասկանում եք։ Հիմա դադարը կա, դեռ մի քիչ ժամանակ ունենք, եկեք խելքի տանք համակարգ կառուցենք այլ արժեքների հիման վրա, այլ մարդկանցով, այլ գաղափարով։ Սրա կարիքը կա, եթե մենք սա չարեցինք, եթե անգամ աշխարհի հզորները նորից այսպես ինչ որ երեք հակասություն ունենան, մի անգամ ասեն, ահա ձեզ նորից եք տալի անկախ Հայաստան, բոլոր վատ մարդկանց հեռացնում ենք, այն նույնն է լինելու, հասկանում եք, որտեղ մենք այս համակարգը չունենք։ Հիմա որ բռնեց այս դարակազմի ելույթս, ով որ կարևորեց, ես հրավիրում եմ համագործակցության։ Եվ այդ ետնանկարը, որ դուք տեսնում եք, դրա վերաբերյալ ես առաջիկայում մանրամասը կներկայացնեմ տարրերի մասին եւ փորձենք իրականացնել։ Դա նորություն չի, ես վաղուց եմ դա առաջարկում, բայց այն ժամանակ դա շատեր ընկալում էին որպես էկզոտիկա, դե ապրում ենք էլի ինչ եղել։ Պիպանյան էս կա։ Հիմա էսա գոյության հարց է։ Կամ մենք դա անում ենք եւ որպես տեսակ կարողանում ենք մեզ պահել, ես ազգակիր իրական հայրին նկատի ունեմ։ Կամ էլ այն մուսիմացին չեմ էլ ուզում խոսալ։ Այսօր այսքան էր, պատրաստ եղեք առաջիկայում համակարգ կառուցելու ծանր ու բարդ գործընթացին։ Միշտ նոր հանդիպում։